Կադաստրի կոմիտեն մշակում է թվայնացման նոր նախաձեռնություն, որը նպատակ ունի բարելավելու անշարժ գույքի գործարքների ընթացքը։ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ թվային ստորագրությամբ կնքվող պայմանագրի համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին ստորագրելու պայմանագրեր եւ ներկայացնելու դրանք իրավունքի պետական գրանցման համար առանց նոտարական վավերացման։ Երկար ժամանակ քննարկումներ են իրականացվել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որպեսզի որոշակի պայմանագրի տեսակներ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր լինի ստորագրել եւ ներկայացնել իրավունքի պետական գրանցման։ Նոր համակարգը կգործի այնպես, որ քաղաքացիները կկարողանան մուտք գործել իրենց անձնական գրասենյակ էլեկտրոնային հարթակում ԵՍԵՎ նույնականացման միջոցով։ Այնտեղ նրանք կգտնեն իրենց պայմանագրերը, որոնք կարող են հաստատել էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Պայմանագրերը մուտքագրված կլինեն կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան որպես դիմում եւ կհամարվեն գրանցված առանց լրացուցիչ ընթացակարգերի։ Սուրեն Թովմասյանը հավելել է, որ այս նոր համակարգի ներդրումը նախատեսում է 1.5 տարի ժամկետով դրա արդյունավետությունը մանրամասն թեստավորելու համար։ Նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնելու գործարքների իրականացման ծախսերը եւ արագացնելու գործընթացները։